ձեզ սիրելի բարեկամներ, ես ուրախ եմ ողջունել ձեզ իմ աստղային խորհրդատու Աննե Հախվերդյանի YouTube-յան ալիքում, որտեղ դուք կգտնեք գերճշգրիտ կանխատեսումներ, ինչպես համաշխարհային իրադարձությունների զարգացման վերաբերյալ, այնպես էլ Հայաստանի ապագայի մասին եւ իհարկե ալիքի էջերում առկա են կանխատեսումները բոլոր կենդանակերպերի համար, ինչպես տարվա կտրվածքով, այնպես էլ ամսվա կտրվածքով։ Վաղուց արդեն առկա են մարտ ամսվա կանխատեսումները, ով չի դիտել անպայման դիտեք այդ գերհետաքրքիր շուրջ 3 ժամանոց վիդեոն։ Եվ իհարկե ամեն շաբաթ, սիրելի բարեկամներ, ես ներկայացնում եմ գալիք շաբաթվա աստղացույց լուսնացույցը, այսինքն լուսնի փոխհարաբերությունները այլ մորակների հետ եւ կանխատեսումները կենդանակերպերի համար, այնպես որ անպայման բաժանորդագրվեք ալիքից, որպեսզի մշտապես տեղեկացված լինեք այն մասին, թե ինչ է ձեզ սպասվում մոտ ապագայում։ Եվ այժմ, սիրելի բարեկամներ, ես կներկայացնեմ մարտի 3-րդ շաբաթվա, այսինքն մարտի 17-ից 23-ը ընկած ժամանակահատվածի աստղացույց լուսնացույցը եւ կենդանակերպերի համար կանխատեսումները, այնպես որ դիտեք այս վիդեոն մինչև վերջ, որպեսզի ամեն ինչ իմանաք։ Սիրելիներս, բավականին հետաքրքիր է գալիք շաբաթը եւ հատկապես այն տեսանկյունից, որ գալիք շաբաթ մենք կունենանք գարնանային գիշերահավասար, դա տեղի կունենա մարտի 20-ին, սիրելի բարեկամներ, եւ մեզ մոտ սկսվում է նոր աստղաբանական տարի, որը ըստ ավեստական, այսինքն զրադաշտական ավանդության համարվում է ամենաանկանխատեսելի եւ վտանգավոր եւ բարդ տոտեմ կենդանու տարի, լուսանի տարի, այսինքն մարտի 20-ին մեզ մոտ սկսվում է լուսանի տարին, լուսանը գիտեք, որ վայրի կատու է ըստ էության, մեծ չափերով եւ շատ անկանխատեսելի բնավորություն ունի, այնպես որ այս գալիք տարին նույնպես մեզ պարգևելու է բազմաթիվ անակնկալներ։ Եվ այսպես, սկսենք երկուշաբթի օրվանից, մարտի 17-ը բավականին լարված օր է լինելու, սիրելի բարեկամներ, մարտի 17-ին Երևանի ժամանակով 11:30 լուսինը մոտ կգործի կարիճ աստղակերպ եւ արդեն 18:10, այսինքն երեկոյան, բավականին լարված քառակուսի կկազմի ռազմական ավերիչ մոլորակ Պլուտոնի հետ, որը արդեն հիմնավորվել է 20 տարով ջրհոսում։ Գիտեք, 3 աստիճան կարիճում գտնվելու է լուսինը եւ 3 աստիճան ջրհոսում գտնվում է Պլուտոնը։ Եվ դա բավականին բարդ օր է, հատկապես մարտի 17-ի երեկոն, շատ բարդ եւ լարված օր է լինելու։ Եվ իհարկե այդպես մորակային փոփոխություններ տեղի չի ունենալու եւ արդեն մարտի 19-ը բավականին մեզ մոտ հետաքրքիր օր է, որը նախորդում է ըստ էության գարնանային գիշերահավասարին։ Գիտեք, որ բոլոր այդ անցումնային կարդինալ կետերին անցումնային պահերը ակտիվացնում են բավականին այսպես չար ուժեր, կարելի ասել, ոչ միանշանակ ուժեր, եւ ամսի 19-ը այդպիսի բարդ օրերից մեկն է լինելու, հատկապես օրվա սկիզբը, երեկոյի նախ առավոտյան, վաղ առավոտյան, ամսի 18-ի, մարտի 18-ի լույս 19-ի գիշերը լուսինը եռանկյունի կկազմի Մարս մորակետ, որը շարունակում է իր ընթացքը Խեցգետին աստղակերպով, 19 աստիճան Խեցգետնում գտնվում է Մարսը եւ 19 աստիճան կարիճում գտնվելու է լուսինը, այնուհետև ժամը 10-ի մոտակայքում Երևանի ժամանակով լուսինը նույնպես գեղեցիկ եռանկյունի կկազմի Սատուրնի հետ, սակայն մենք գիտենք, որ չարիքների հետ անգամ դրական մորակային փոխհարաբերությունները առաջացնում են լարվածություն, կարող են առաջացնել լարվածություն։ Ըստ էության լուսինը, սիրելի բարեկամներ, հայտնվելու է այսպես կոչված պաշարման մեջ, այսինքն ընթանալու է Մարսից դեպի Սատուրնի հետ այդ եռանկյունին։ Բավականին բարդ առավոտ է, լավ է
կարգավորել ձեր գործերը, ավարտին հասցնել այն գործերը, որը դուք արդեն իսկ սկսել եք, բայց նոր գործ սկսելու համար բարենպաստ չէ գալիք շաբաթը, որովհետև լուսինը լինելու է մարող։ Գիտեք, որ արդեն մարտի 14-ին տեղի ունեցել ամբողջական լուսնի խավարումը, որից հետո իհարկե լիալուսնի ժամանակ է լինում խավարումը լուսնային, եւ դրանից հետո մինչև մարտի 29-ը իհարկե լուսինը լինելու է մարող, եւ դուք կարող եք կատարել բոլոր այն արարողակարգերը եւ հմայախոսությունները, որոնք միտված են ինչ որ անցանկալի երևույթներ ձեր կյանքից հեռացնելուն, այսինքն լինի դա էներգետիկական բացասական ազդեցություններ, լինեն դա վատ սովորություններ, ավելորդ քաշ, հիվանդություններ եւ այլն, այդ բոլորից կարող եք ազատագրվել ընդհուպ մինչև մարտի 29-ը, երբ տեղի կունենա նորալուսին եւ արևի մասնակի խավարումը, իսկ որտեղ կարող եք տեղեկանալ այդ բոլոր արարողակարգերը, առկա են իմ երկրորդ YouTube-յան ալիքում Աստրոմագիա եւ թալիսմաններ YouTube-յան ալիքում, եթե բաժանորդագրված եք սիրելիներս, անպայման բաժանորդագրվեք եւ կատարեք այդ արարողակարգերը, շատ կարևոր է գարնանային գիշերահավասարից առաջ ազատագրվել այն երևույթներից, որոնք մեզ համար ցանկալի չեն, դա հրամայական նշանակություն է, որտեղ նաև էներգիաների փոփոխությունը, եթե դուք անպատրաստ լինեք այդ փոփոխությանը, ազդելու է ձեր առողջության վրա, ձեր հաջողության վրա ամբողջ տարվա ընթացքում, որտեղ այդ կետը, գարնանային գիշերահավասարի կետը ամենակարևոր աստղաբանական կետն է տարվա կտրվածքում, ամենակարևոր կետերից մեկն է, որովհետև սկսվում է նախ աստղաբանական տարին եւ փոփոխություն է տեղի ունենում ձկնային այդ լճացած, այսպես ծանր ջրային էներգետիկայից մենք անցում ենք կատարելու դեպի հրեղեն, անհամբեր, նոր, այսպես ասած, նորը տենչացող, նոր էներգետիկա տվող, նոր կյանք տվող այդ խոյի հրեղեն էներգետիկա, այդ անցումը պետք է նախապատրաստել։ Եվ ամսի 19-ը իհարկե լավագույն ժամանակն է դրա համար, բարեխառն օր է լինելու 12:33 րոպեին ամսի 19-ին Երևանի ժամանակով 12:33 րոպեին լուսինը դիմակայելու է Ուրան մոլորակին, իսկ գիտեք, որ անսպասելի փոփոխությունների մոլորակ Ուրանը կարող է տալ զանազան անկանխատեսելի զարգացում, այսինքն ցերեկա մարտի 19-ին հղի է զանազան անսպասելի զարգացումներով, հնարավոր են վթարներ, հնարավոր են կապի խափանումներ, հոսանքի խափանումներ եւ այլն։ Եվ 24 աստիճան կարիճում գտնվելու է լուսինը եւ 24 աստիճան ցուլ աստղակերպում գտնվելու է Ուրանը։ Մարտի 19-ի երեկոն բավականին ներդաշնակ է, որովհետև 23:07 րոպեին լուսինը գեղեցիկ եռանկյունի կկազմի Արեգակի հետ, որը դեռևս ամսի 19-ին գտնվելու է ձկներում, ձկների 29-րդ աստիճանում եւ լուսինը գտնվելու է կարիճի 29 աստիճանում, դա համարվում է կադաշի ժամանակ, որը որ բարենպաստ է հարաբերությունները կարգավորելու համար սեռերի միջև, միջանձնային հարաբերությունները կարգավորելու եւ բարելավելու համար խիստ բարենպաստ է այդ օրը, հատկապես մարտի 19-ի երեկոն, եւ 23:28 րոպեին արդեն լուսինը նույնպես գեղեցիկ եռանկյունի կկազմի Նեպտուն մոլորակի հետ, անորոշության այդ միստիկայի, մոգության, մշուշի մոլորակ Նեպտունը առայժմ գտնվում է ձկներում, ձկների 29-րդ աստիճանում եւ գիտեք, որ մարտի վերջին Նեպտունը նույնպես կհայտնվի խոյ նշան, պես որ այդ եռանկյունիները շատ խորհրդանշական, շատ գեղեցիկ, այսպես ասած, տպավորություն են թողնում երկնքում եւ բարենպաստ է
ինչ որ եթե դուք ունեք այդ ինտուիցիան, կանխազգալու ընդունակությունները, շատ բարենպաստ է լսել ձեր ներքին ձայնը, ձեր ինտուիցիան, որպեսզի հասկանալ ինչ զարգացումներ կլինեն գալիք աստղաբանական տարվա ընթացքում, քանի որ ամսի 19 մարտի դա խորհրդանշական դեկտեմբերի 31-ն է, սիրելի բարեկամներ, եւ գիտեք որ տարվա վերջում մենք ավարտի ենք հասցնում այն բոլոր գործերը, որը մենք չենք հասցրել իմի բերել, եւ այսպես խտացրած ձևով երազում ենք այն մասին, թե ինչ ենք ուզում գալիք տարվա ընթացքում, եւ ահա մարտի 19-ը այդպիսի օր է լինելու, նաեւ երազանքներ պահելու, նաեւ ինչ որ բացասական երևույթներից ազատվելու, անպայման օգտագործեք այդ օրը, եւ շատ խորհրդանշական է հենց մարտի 19-ի լույս 20-ի գիշերը Երևանի ժամանակով 0:16 լուսինը մուտք կգործի աղեղնավոր, շատ խորհրդանշական, որ արեգակը մուտք է գործում խոյ, եւս հրեղեն նշան, եւ իսկ լուսինը մուտք է գործում աղեղնավոր, եւս հրեղեն նշան, այսինքն սա նշանակում է, որ շատ գլոբալ էներգետիկական այսպես փոփոխություն է տեղի ունենալու, եւ հատկապես ամսի 19-ը փորձեք օգտագործել բացասական երևույթները ձեր կյանքից հեռացնելու համար, այդ ջրային ծանր էներգետիկան եւ լուսիններ կարիճում եւ արեգակներ ձգներում, որտեվ շատ կտրուկ է լինելու այդ անցումը, եւ լուսինը եւ արեգակը հայտնվելու են մարտի 20-ին հրեղեն կենդանակերպերում, եւ 6:59 րոպե լուսինը վեցանկյուն կկազմի ավերիչ Պլուտոնի հետ, իսկ մարտի 20-ի առավոտյան 9:09 րոպեին արդեն Վեներայի հետ, սիրով գեղեցկության մորակ Վեներայի հետ լուսինը եւս կկազմի գեղեցիկ եռանկյունի, շատ բարենպաստ է իմիջիալոց ամսի 20-ը, իսկ ասի այդ շաբաթվա ամենաբարենպաստ օրերից մեկն է, եթե ցանկանում եք ինչ-որ նոր դրական զարգացումներ բերել ձեր կյանք, անպայման օգտագործեք ամսի 20-ը, լավ է նաեւ ամսի մարտի 20-ի առավոտը կանանց միջև հարաբերությունները կարգավորելու համար եւ ներդաշնակեցնելու համար, ճիշտ է Վեներան շարունակաբար հետընթաց է շարժվում, սիրելի բարեկամներ, բայց այնուամենայնիվ եւ 15:55 րոպեին մարտի 20-ին նաեւ լուսինը գեղեցիկ եռանկյունի կկազմի Մերկուրի մոլորակի հետ կապելով հեռահաղորդակցության մորակ Մերկուրին եւս շարժվում է հետընթաց եւ այժմ գտնվում է 7 աստիճան խոյ նշանում, եւ լուսինը եւս 7 աստիճան աղնավորում կլինի, եւ այդ ընթացքում նաեւ մարտի 20-ին Երևանի ժամանակով 13:01 րոպեին արեգակը վերջապես մուտք կգործի խոյ, կկայանա գարնանային գիշերահավասարը եւ այսպես նոր աստղաբանական տարի կսկսվի անկանխատեսելի, ակտիվ, շատ վտանգավոր, լուսան տոտեմ կենդանու տարի է լինելու այս տարին, եւ այդ լուսանը իհարկե խորհրդանշում է մի կողմից խապկանքներ, մի կողմից այսպես նախապատրաստություններ, բայց մյուս կողմից ագրեսիա, թռիչք, անզուսպ ուրախություն, այսինքն շատ այսպես տատանողական տարի է լինելու, մի կողմից այդ խրախճանքը, ուրախությունը, հրճվանքը, մյուս կողմից նախապատրաստություններ հարձակման, այսինքն երբեք պետք չէ մոռանալ, որ լուսանը այնուամենայնիվ վայրի ագրեսիվ կենդանի է, գիշատիչ է եւ նույնպես կարող է, այսպես ասած, հարձակվել ամեն պահի, պես որ որքան էլ որ հաճելի է, փիսիկ է, բայց այնուամենայնիվ գիշատիչ է լուսանը, եւ արեգակը խոյ աստղակերպում, սիրելի բարեկամներ, կմնա մինչև ապրիլի 19-ը, ամսի 20-ը շատ բարենպաստ օր է, եթե ինչ-որ կարևոր գործեր ունեք, կարգավորել հարաբերություններ այլ անձանց հետ, շատ հիանալի օր է ամսի 20-ը, մարտի 21-ին, սիրելի բարեկամներ,
արդեն բավականին բարդ օր է լինելու մեզ մոտ 5-ից 1 րոպեին լուսինը լարված դիմակայություն կկազմի մեծ երջանկության մորակ Յուպիտերի հետ 14 աստիճան աղեղնավորից լուսինը դիմակայություն կկազմի 14 աստիճան երկվորյակներում գտնվող Յուպիտեր մոլորակին եւ 22-ից արդեն 23 րոպեին երեկոյան մարտի 21-ին լուսին իհարկե նաև լարված քառակուսի կկազմի Սատուրն մոլորակի հետ, սահմանափակումների մոլորակ Սատուրնը 23 աստիճան ձկներում է գտնվում։ Սա նշանակում է, որ բարդ ինչ-որ սոցիալական խնդիրներ են բարձրացվելու, այսինքն շատ հասունանում է դիմակայություն, հասունանում է սոցիալական բունտ։ Այս դրա մասին է խոսում այս լուսնի եւ Սատուրնի քառակուսին մարտի 21-ի երեկոյան շատ այսպես մռայլ երեկո է լինելու, տխուր, ընդհանրապես քառակուսիները Սատուրնի վախերի մասին են խոսում, հաճախակի էմոցիոնալ սառնության մասին են խոսում։ Մարտի 22-ին վաղառավոտյան 10:52 րոպեին լուսինը նաև լարված քառակուսի կկազմի Նեպտուն մոլորակի հետ, իսկ 11:28 րոպեին մարտի 22-ին Երևանի ժամանակով 11:28 րոպեին լուսինը մուտք կգործի Այծ Եղջյուր եւ իհարկե այստեղ նույնպես մարտի 22-ին նա բացասական լարված հարաբերակցություններ է կազմելու սկզբից Արեգակի հետ, քանի որ լուսինը մարում է, դա կլինի նրա վերջին քառորդը եւ նաև օրվա ընթացքում լուսինը լարված քառակուսի կկազմի Սիրո եւ գեղեցկության մորակ Վեներայի հետ, իսկ օրվա վերջում 23-12-ին նաև կապի եւ հեռահաղորդակցության մորակ Մերկուրիի հետ, որը նույնպես շարժվում է հետընթաց։ Այս մարտի բացարձակ առանձնահատկությունը կայանում է նրանում, որ եւ Մերկուրին եւ Վեներան, սիրելի բարեկամներ, շարժվում են հետընթաց եւ գրեթե նույն աստիճաններն են անցնում խոյից ձկներ եւ հետո ձկներից կվերադառնան խոյ։ Իհարկե այդ ամենի մասին ես մանրամասն խոսել եմ նախորդ կիրակի եթերի ֆեյսբուքյան ավանդական կիրակնուրա եթերի ժամանակ, եթե չեք դիտել անպայման դիտեք այդ եթեր եւ այդ վիդեոն։ Իսկ այժմ սիրելի բարեկամներ ներկայացնեմ թե ինչ է սպասվում մարտի 17-ից 23-ը կենդանակերպի նշաններին եւ այսպես պատրաստ եք բարդ ժամանակահատված է խոյ կենդանակերպի տակ ծնվածների համար մարտի 17-ից 20-ը հնարավոր ինչ-որ էքստրեմալ իրավիճակ առաջանա ձեզ համար սիրելի խոյր, հնարավոր է շտապ փող պետք գա, շտապ մեծ գումար պետք գա, սակայն մեծ վարկեր եւ պարտքեր մի վերցրեք այս խավարումների միջանցքի եւ հետընթաց Մերկուրիի պարագայում։ Սիրելի խոյր, մարտի 20-ից 22-ը բարենպաստ օրեր են ձեզ համար, հնարավոր է ինչ-որ վաղուց սպասված լուր արտասահմանից կամ նվեր արտասահմանից, սիրելի խոյեր, եւ մարտի 22-ից 23-ը կկատարվի ինչ-որ շատ կարևոր գործնական հարց կլուծվի ձեզ համար, պետական դրան հետ կապված կարևոր հարց է լուծվելու, դա կարող է լինել փաստաթղթային հարց, աշխատանք, պաշտոն եւ այլն, այն ինչ որ դուք վաղուց սպասում եք կատարվի։ Սիրելի ցլիկներ, ձեզ համար եւս լարված կանցնի գալիք շաբաթը մարտի 17-ից 20-ը զգուշացեք ձեր զուգընկերների կամ գործընկերների հետ բախումներից, եւ հետագայում դժվար կվերականգնենք հարաբերությունները։ Մարտի 20-ից 22-ը հնարավոր են զանազան էքստրեմալ լարված իրավիճակներ, որոնց ընթացքում ձեզ մեծ գումար պետք գա, բայց վարկերը եւ պարտքերը իհարկե անցանկալի է վերցնել։ Մարտի 22-ից 23-ը երկար սպասված լուր արտասահմանից կամ նվեր, բայց ճամփորդությունները անբարենպաստ են հետընթաց Մերկուրիի պարագայում, հատկապես այն ճամփորդությունները, որ անհայտ անծանոթ տեղ եք գնալու։ Սիրելի երկվորյակներ, ձեզ համար եւս լարված, մի փոքր լարված կանցնի գալիք շաբաթը, մարտի 17-ից 20-ը լուծելու եք ընթացիկ գործնական խնդիրներ, սիրելի երկվորյակներ, նաև առողջության հետ կապված խնդիրներ, առօրյա հոգսերի հետ կապված խնդիրներ։ Մարտի 20-ից 22-ը լարվածություն է հնարավոր ձեր զուգընկերների կամ գործընկերների հետ։ Իսկ մարտի 22-ից 23-ը էքստրեմալ իրավիճակներ, զգուշ եղեք նաև ճանապարհներին, սիրելի երկվորյակներ, ել չեմ ասում, որ մեծ վարկեր եւ պարտքեր վերցնելու ժամանակը չէ։
Սիրելի խեց գետիններ, ձեզ համար բարի խառն է անցնելու, գալիք շաբաթով ավելի բարենպաստ է անցնելու, մարտի 17-ից 20-ը զբաղվելու եք ձեր երեխաների հետ կապված հարցերով, բարենպաստ օրեր են նաև բիզնեսի համար։ Մարտի 20-ից 22-ը ընթացիկ աշխատանքային հարցեր եք լուծելու եւ նաև առողջության հետ կապված խնդիրներով եք զբաղվելու։ Մարտի 22-ից 23-ը լարվածություն կառաջանա ձեր եւ ձեր զուգընկերների կամ գործընկերների միջև, բայց մի փչացրեք վերջնական փոխհարաբերությունները, դա կամ դժվար կլինի վերականգնել։ Սիրելի արյուծիկներ, ձեզ համար բարենպաստ է գալիք շաբաթը մարտի 17-ից 20-ը զբաղվելու եք տան, ընտանիքի հետ կապված հարցերի կարգավորմամբ եւ լուծմամբ։ Մարտի 20-ից 22-ը երեխաներով եք զբաղվելու, նաև բարենպաստ է բիզնեսի եւ հանգստի համար։ Մարտի 22-ից 23 ընթացիկ առօրեական հարցերով եք զբաղվելու, նաև առողջության հետ կապված խնդիրներ եք լուծելու։ Սիրելի կույսեր, ձեզ համար եւս բարենպաստ է գալիք շաբաթը մարտի 17-ից 20-ը կարճանապար է գնալու, որի ընթացքում հնարավոր են հանդիպումներ, հետաքրքիր հանդիպումներ, բայց նոր հանդիպումները, սիրելի կույսեր, նոր ծանոթությունները այնքան էլ հեռանկարային չեն այս հետընթաց Մերկուրի ժամանակահատվածում, հատկապես ձեզ համար։ Մարտի 20-ից 22-ը զբաղվելու եք ձեր տան, ընտանիքի հետ կապված հարցերով, հնարավոր է փաստաթղթային խնդիրներ առաջանան, բայց իհարկե դա կուշանան այդ փաստաթղթերը, որովհետև հետընթաց է Մերկուրին։ Եվ մարտի 22-ից 23-ը նվիրելու եք ձեր սիրելիներին, երեխաներին, բարենպաստ է նաև բիզնեսի համար։ Սիրելի կշեռքներ, ձեզ համար եւս բարենպաստ է այս գալիք շաբաթը մարտի 17-ից 20-ը բարենպաստ է ֆինանսական գործունեության համար, փող եք ստանալու, մարտի 20-ից 22-ը կարճանապար է գնալու, որի ընթացքում կարևոր լուրեր կստանաք կամ ծանոթություններ։ Մարտի 22-ից 23-ը զբաղվելու եք ընտանիքի, տան, ծնողների հետ կապված հարցերի կարգավորմամբ։ Սիրելի կարիճիկներ, ասած է շաբաթն է շատ բարենպաստ շաբաթ է մարտի 17-ից 20-ը նվիրեք ձեր արտաքին հմայքին եւ գեղեցկությանը, անձնական, գործնական, ֆինանսական հարցերի լուծումը խիստ բարենպաստ է, հաջողությունը ձեր կողմն է, սիրելի կարիճներ։ Մարտի 20-ից 22-ը ֆինանսական բարենպաստ օրեր են, փող եք ստանալու եւ ֆինանսական գործարքների համար բարենպաստ է։ Մարտի 22-ից 23-ը կարճանապար է գնալու, որի ընթացքում կարևոր տեղեկատվություն եք ստանալու։ Սիրելի աղեղնավորներ, ձեզ համար բարեխառն է լինելու գալիք շաբաթը մարտի 17-ից 20-ը ակտիվանալու են ձեր գաղտնի թշնամիները եւ մարտի կամ հիվանդությունները մարտի 20-ից 22-ը զբաղվեք ձեր արտաքին հմայքով եւ գեղեցկությամբ, գործնական եւ անձնական հարցերի լուծմամբ, հաջողությունը ձեր կողմն է, սիրելի աղեղնավորներ։ Մարտի 22-ից 23-ը բարենպաստ է ֆինանսական գործունեության համար, փող եք ստանալու։ Սիրելի այս եղջյուրներ, ձեզ համար եւս բարեխառն է անցնելու գալիք շաբաթը մարտի 17-ից 20-ը ինչ որ շատ կարևոր երազանք է կատարվելու ձեզ համար, հին ընկեր եք հանդիպելու կամ գաղափարակից։ Մարտի 20-ից 22-ը ակտիվանալու են ձեր գաղտնի թշնամիները, սիրելի այդ եղջյուրներ։ Զգուշ եղեք, մարտի 22-ից 23-ը զբաղվեք ձեր արտաքին հմայքով եւ գեղեցկությամբ, լուծեք գործնական եւ անձնական խնդիրներ, հաջողությունը ձեր կողմն է։ Սիրելի ջրհոսիկներ, ձեզ համար եւս ընդհանուր առմամբ գալիք շաբաթը բարենպաստ ու կարելի ասել բարեխառն է։ Մարտի 17-ից 20-ը կարևոր գործնական խնդիր է ձեզ համար լուծվելու աշխատանքի, պաշտոնի, փաստաթղթերի, պետական դռների հետ կապված։ Մարտի 20-ից 22-ը հանդիպելու եք ձեր ինչ որ հին գաղափարակցին կամ ընկերոջը կամ ընկերուհուն եւ կատարվելու է ձեր ամենանվիրական երազանքներից մեկը։ Մարտի 22-ից 23-ը կարող են ակտիվանալ ձեր գաղտնի թշնամիները, այնպես որ զգուշ եղեք։ Եվ ձկնիկներ, սիրելի ձկնիկներ, ձեզ համար բարենպաստ է գալիք շաբաթը մարտի 17-ից 20-ը արտասահմանից լուր եք ստանալու եւ կարևոր տեղեկատվություն կամ նվեր։ Մարտի 20-ից 22-ը
կարևոր գործնական խնդիր է լուծվելու ձեզ համար, սիրելի ձկնիկներ, կապված գործնական հարցերի, ինչ որ աշխատանքի հետ կապված, պաշտոնի հետ կապված, ցանկացած փաստաթղթերի հետ կապված, այնպես որ եթե երկար սպասում եք, վերջապես մարտի 20-ից 22-ը այդ հարցը կլուծվի։ Մարտի 22-ից 23-ը հանդիպելու եք ձեր հին ընկերոջը կամ ընկերուհուն կամ գաղափարակցին եւ նա կօգնի ձեզ իրագործել ամենանվիրական երազանքներից մեկը ձեր։ Ահա այսքանը, սիրելի բարեկամներ, այն մասին, թե ինչ է մեզ սպասվում մարտի 17-ից 23-ը ընկած ժամանակահատվածում։ Անպայման բաժանորդագրվեք աստղային խորհրդատու Աննա Հաղվերդյանի YouTube-յան ալիքին, կիսվեք այս վիդեոներով սոցցանցերում եւ գրեք մեկնաբանություններում, թե ինչպես են իրագործվում իմ կանխատեսումները անձամբ ձեզ համար։ Կհանդիպենք, stay tuned։